Այս պահին առաջին լրատվականի տաղավարում մենք հյուրընկալել ենք քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին, որի հետ զրուցելու ենք այսօրվա Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պատճառների եւ դրա հետագա հնարավոր ազդեցության շուրջ։ Բարի օր Հակոբ, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Մինչ մեր զրույցը սկսելը մեզ դիտողներին տեղեկացնեմ, որ առաջին լրատվականը այս պահին հերթապահում է Մելիք Ադամյան փողոցում, որտեղ ինչպես հայտարարված է, ընթանում է կարծեք արդեն պետք է որ մեկնարկած լինի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ավարտից հետո լինելու է նաև կուսակցության խորհրդի նիստ, առաջին լրատվականը կհերթապահի տեղում եւ ընթացող զարգացումների մասին ձեզ կտեղեկացնի ուղիղ հեռարձակմամբ։ Եվ այսպես Հակոբ փաստորեն ընդամենը 2.5 տարի տևեց Հովիկ Աբրահամյանի վարչապետությունը, որին նա բավականին երկար էր ձգտում եւ բավականին երկար տարիներ տարբեր այսպես պաշտոններ զբաղեցնելով ի վերջո կարողացավ հասնել իր երազանքին։ Ինչպիսին է քո գնահատականը, նա այսօր իր հրաժարականը ներկայացնելիս նշեց, որ կարծում է, որ մեր 25-ամյա երկրում, որտեղ առկա են տնտեսական եւ սոցիալական իրավիճակի լուրջ խնդիրներ, դրա բարելավման համար անհրաժեշտ են հասարակության եւ կառավարության միասնական ջանքերը, իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ եւ նոր սկիզբ։ Կարող ենք ասել, որ սա փաստորեն Հովիկ Աբրահամյանի կողմից իր աշխատանքի մեծ հաշվով ձախողման հրապարակային խոստովանություն էր։ Որովհետև 2 տարի առաջ էր նա խոսում նոր մոտեցումների եւ նոր սկզբի մասին եւ եթե ընդամենը 2.5 տարի հետո դա ակտուալ է մնում։ Ես կարծում եմ իրավիճակը իհարկե մի քիչ ավելի բազմաշերտ է այն իմաստով, որ իհարկե ակամա խոստովանություն էր դա, որովհետև եթե հայտարարվում է նոր սկզբի անհրաժեշտության մասին, դա նշանակում է, որ իր գործը փաստացի ձախողվել է։ Բայց Հովիկ Աբրահամյանի հրաժարականի տեքստում ուղղակի իմաստով կար պատասխանատվությունը տարբեր հանգամանքների եւ տարբեր անուղղակիորեն տարբեր մարդկանց վրա դնելու փորձ, չկար փոխարենը որևէ կետով, որևէ նախադասությամբ սեփական պատասխանատվության մատնանշում, որ այսինչ բանն էլ չհաջողվեց անել իրեն, որովհետեւ չկարողացավ կամ պատրաստ չէր եւ այլն։ Ներկայացվում էր միասնականության բացակայության պատճառը, որ հասարակությունը բևեռացված է եւ դրա համար կառավարության աշխատանքը չստացվեց, խոսվում էր աշխարհաքաղաքական խնդիրների առումով բաժանվածության մասին, այսինքն ամեն ինչի մասին խոսվում էր, բացի նրանից, որ կառավարությունը ինքը ինչ որ բան չկարողացավ անել եւ ինքը նաեւ որպես վարչապետ, բայց այստեղ նաեւ հրաժարականի տեքստում նկատվում էր այն, որ Հովիկ Աբրահամյանը փորձում էր անկեղծորեն ներկայացնել, որ ստեղծված իրավիճակում ինչքան էլ որ վարչապետի վրա լինի մեծ պատասխանատվություն, այդուհանդերձ դա մի իրավիճակ է, որտեղ որևէ վարչապետ եւ որևէ կառավարություն չէր կարող անել ավելին, քան ինքը եւ իր կառավարությունը եւ այստեղ ինչ որ իմաստով կարող է լինել իրականության ինչ որ բաժին, այսինքն այստեղ համակարգային խնդրի հետ գործ ունենք, եթե չեն կատարվում համակարգային ռեֆորմներ, եթե չկա համակարգի տրամաբանության փոփոխություն, մեծ հաշվով իսկապես շոշափելի արդյունք որևէ կառավարություն չի կարող ունենալ։ Եվ այս առումով, բայց նաեւ գալիս ենք հենց Հովիկ Աբրահամյանի պատասխանատվության խնդրին, նա թվարկում է իր կառավարության ձեռքբերումները եւ մատնանշում ջրամբարների Եթե կարելի է այդ ջրամբարների հետ կապված, օրինակ նա նշում է, որ այդ ձեռքբերումը իր կառավարության օրոք եղել, բայց մենք գիտենք, որ այդ ծրագիրը շատ ավելի երկար պատմություն ունի եւ դոնորների հատկացման եւ այդ ջրամբարների վերակառուցման եւ հենց հատուկ դրա համար Սևանից ջրառի ծավալները, եթե հիշում եք ազգային ժողովում օրենքով ավելացվեցին, որպեսզի այդ ծրագիրը ջրամբարների կառուցման շատ արագ լինի։ Վարչապետը սա նշում է որպես իր կառավարության 2.5 տարիների ձեռքբերում։ Մեկ այլ բան է նա նշում, օրինակ Որոտանի կասկադում նա նշում է, որ մեր պատմության խոշորագույն ամերիկյան ներդրումը $180 միլիոն
այսինքն այս գործարքը եւս ինչպես հիշում ենք դեռ իր նախորդի օրոք հասցված էր ավարտին եւ ընդհակառակը իր պաշտոնավարման շրջանում տևական ժամանակ ձգձգվեց եւ անգամ հարցականի տակ էր դրված եւ այստեղ կան էլի մի քանի նմանօրինակ հիշատակումներ, որոնց վերագրումը իր կառավարությանը Հովիկ Աբրահամյանի կողմից անկեղծ ասած այդքան էլ այսպես փաստելի չէ։ Այսա ինչպես է գնահատում։ Արդյոք սա խոսում է այն մասին, որ չկան այնպիսի ձեռքբերումներ, որոնք կարող էր նա ուղղակիորեն նշել, հենց իր օրոք սկսված։ Ես երկու մասի կբաժանեի այս հատվածը։ Նախ առաջինը թվարկումը խնդիրների որպես ձեռքբերումներ, նկատում ենք, որ դրանց մեջ չկան համակարգային փոփոխությունների մասին արձանագրումներ։ Օրինակ, մենաշնորհների դեմ պայքարի գործում որևէ հաջողության արձանագրում, օլիգոպոլիաների հարցում, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։ Երբ գալիս է դրանց մասին խոսակցությունը, արդեն Հովիկ Աբրահամյանը մատնանշում էր ընդամենը ինչ որ օրենսդրական փաթեթների նախապատրաստման մասին, որը պետք է ընդունվեր եւ այլն եւ այլն։ Այսինքն 2.5 տարվա ընթացքում համակարգային ձեռքբերում կառավարությունը չի արձանագրել, մինչդեռ ակնկալիքը հասարակության եւ պահանջը Հայաստանի ընդհանրապես հենց այդ համակարգային փոփոխություններն են, որ սպասվում են։ Իսկ կարողացավ Հովիկ Աբրահամյանը ասել, դուք ունեք այդ հարցի պատասխանը մայիսի 14-ին, եթե հիշում եք, թույլ կտակ, նա խոշոր հարկատուների գործարարների հետ հանդիպեց, այսինքն իր նշանակումից անմիջապես հետո, անգամ մինչև կառավարության ծրագրի հաստատումը եւ նրանց հետ, այսպես ասած, պայմանավորվեց, որ այլևս խաղի հավասար կանոններով են խաղալու, հիշում եք, ասում էր գիծ ենք քաշում, այսուհետ սկսելու ենք նոր խաղի կանոններով։ Այ ինչու չհաջողվեց Հովիկ Աբրահամյանին դա անել, կարծեք թե ցանկություն ուներ։ Եթե խոսում ենք հասարակական պետական տեսանկյունից համակարգային փոփոխությունների մասին, իհարկե չէր կարող հաջողվել Հովիկ Աբրահամյանի մոտ, որովհետև ինքը այդ համակարգի կարկառուն ներկայացուցիչներից մեկն է, իր ռեսուրսները թե տնտեսական, թե քաղաքական գոյացել են հենց այդ համակարգի գոյության շնորհիվ, եւ բնականաբար ինքը չէր կարող գնալ այն համակարգի դեմ, որից սնվել է որպես տնտեսական եւ քաղաքական գործիչ, որից ձևավորվել է Հովիկ Աբրահամյան ներիշխանական գործոնն ընդհանրապես։ Եվ այս առումով կառավարության տապալումը լինելու էր անխուսափելի եւ Հովիկ Աբրահամյանի պատասխանատվությամբ առաջին հերթին։ Ես ինչ վերաբերվում է երկրորդ հատվածին, մատնանշումները Որոտանի գործարքի վերաբերյալ, նաև Հովիկ Աբրահամյանը նշում է Եվրասիական միության անդամության մասին, փաստացի Հայաստանը ելի մինչև այդ է հայտարարել Եվրասիական միության անդամ լինելու մասին կամ այդ ուղին ընտրելու մասին։ Փաստացի շատ հետաքրքիր բան է տեղի ունենում, Հովիկ Աբրահամյանը կարծես թե իր կառավարությանն է վերագրում ԵՏՄ-ի անդամակցումը, մինչ այդ թվում էր, թե դա Սերժ Սարգսյանի որոշումն է, որը կայացվել է 1 գիշերում սեպտեմբերի 3-ին։ Այստեղ կան իսկապես հետաքրքիր շերտեր, ներքաղաքական շերտեր, կապված նաև Որոտանի Կասկադի գործարքի հետ։ Ինչպես դարձավ Հովիկ Աբրահամյանը վարչապետ։ Դա տեղի ունեցավ ոչ իշխանական Բևեռի, ՀԱԿ, ԲՀԿ ժառանգություն այդ երյակի կազմած Բևեռի ճնշման շնորհիվ, նաև դաշնակցություններ այդ ժամանակ իհարկե ապրիլին 2014 թվականին։ Դեռ հրաշալի էր արդեն։ Երբ հայտարարվեց, որ պետք է շուրջօրյա հանրահավաքներ կատարվեն, արդեն տեղի ունենան վարչապետի եւ կառավարության պաշտոնակության պահանջով, եւ մինչ դրանք տեղի կունենային, եղավ Տիգրան Սարգսյանի հրաժարականը եւ Սերժ Սարգսյանը գնաց որոշակի զիջման։ Եւ կուտակային այդ համակարգի շուրջ էր այդ պահին հիմնական բողոքը, հիշենք։ Ալիքներից, բողոքներից մեկն էր։ Ընդհանրապես ոչ իշխանական Բևեռը թափ էր հավաքում այդ ընթացքում եւ դրա արդյունքում Հովիկ Աբրահամյանը դարձավ վարչապետ, ակնհայտ էր, որ հենարանը Աբրահամյանի քաղաքական հենարանը, այսպես ասած, այդ ոչ իշխանական Բևեռն էր։ Եվ շատ հետաքրքրական հանգամանք կար օրինակ Որոտանի Կասկադի առումով, երբ ոչ իշխանական Բևեռը մինչ այդ բավական խստապահանջ էր այդ Կասկադի գործարքի հանդեպ, ինչը սակայն աստիճանաբար վերացավ, երբ արդեն Հովիկ Աբրահամյանն էր վարչապետ։ Սա հետաքրքիր հանգամանք էր։ Բացի դրանից այդ խոստովանությունը ակամա արձանագրումը, որ Եվրասիական միության անդամությունը դա կառավարության ձեռքբերումների շարքում է, ինչ որ առումով նաև իրականության համապատասխանում է, որտեղ մենք գիտենք, որ այդ ոչ իշխանական Բևեռը ահռելի դերակատարում ունեցավ Հայաստանի այդ ԵՏՄ-ին անդամակցելու որոշման հարցում, փաստացի այդ Բևեռը այն ճնշումն էր, նաև ճնշման ուղղություններից մեկն էր, որ արկա էր Հայաստանի վրա եւ սպառնալիք, որ եթե Հայաստանը չթեքվի դեպի Եվրասիական միություն, դա կարող է Սերժ Սարգսյանի համար իշխանություն արժանալ։ Եվ այս հանգամանքները նկատի ունենալով Հովիկ Աբրահամյանը հրաժեշտի տեքստում բավական հետաքրքիր ներիշխանական շերտեր է բացահայտում եւ
նման բարձր մակարդակով, այսպես ասած, առաջին անգամ խոստովանվում է այդ իշխանության մեջ եղած բավական խորքային կոնֆլիկտը։ Իդեպ այդ տեքստում արկա խոստովանությունների հետ կապված Հովիկ Աբրահամյանը իր խոսքը սկսում է նույն ձևակերպմամբ, նա ասում է, որ պայքարել է քաղաքական անջրպետների դեմ, աշխատելով համագործակցության կամուրջների կայացման համար եւ նաեւ իր խոսքը ավարտում է. ես կշարունակեմ հասարակությունում արկա անջրպետները հաղթահարելու իմ առաքելությունը։ Այդ քաղաքական անջրպետների հետ կապված արդեն հիշատակեցիք ոչ իշխանական եռյակի կամ այն ժամանակ քարյակի գործոնը եւ առաջնահերթորեն բնականաբար Բարգավաճ Հայաստանի գործոնը եւ դեռ այն ժամանակ խոսակցություններ կային, որ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց այդ պաշտոնում ավանսով զսպելու համար այդ ոչ իշխանական եռյակի կամ քարյակի ընդդիմադիր գործողությունները եւ բայց ինչպես տեսանք դաշնակցությունը այդ ընթացքում դուրս եկավ այդ քարյակից, սակայն ամիսներ անց փաստորեն այդ անդիմադիր դրսևորումները ել ավելի խստացան, ընդհուպ իշխանափոխության կոչեր հնչեցին եւ բանը հասավ 2015 թվականի փետրվարի 12-ի ելույթին։ Այսինքն Հովիկ Աբրահամյանը ըստ էության կարող ենք ասել, որ ձախողեց այդ անջրպետը հաղթահարելու իր գործառույթը, նկատի ունեմ ԲԿ-ի եւ ՀՀԿ-ի եռյակի եւ իշխանությունների միջև եւ այդ պահից սկսած այլևս նրա պաշտոնավարումը շատ կարեւոր չդարձավ Սերժ Սարգսյանի համար։ Ես կարծում եմ պաշտոնավարման կարևորության խնդիր չէր, այլ ընդհանրապես քաղաքական իրավիճակից բխող իրողությունների հետևանքով էր կամ արդյունքում էր, որ Հովիկ Աբրահամյանը հայտնվել էր իշխանության մեջ։ Կարծում եմ ընդհանուր առմամբ տեղի ունեցավ մեծ ինքնախաբեություն իշխանական որոշակի շերտի մեջ այն ակնկալիքով, որ Հայաստանը կընտրի եվրասիական ուղին, հնարավոր կլինի Սերժ Սարգսյանի ձեռքով կատարել մի շարք աշխարհաքաղաքական բնույթի ոչ ցանկալի լուծումներ, ինչի հետևանքով կառաջանա Սերժ Սարգսյանի հեռանալու անհրաժեշտությունը։ Ես կարծում եմ առավելապես չարդարացավ հենց այս հաշվարկը եւ այս առումով շատ հետաքրքրական է ռուսաստանցի իշխանամերձ փորձագետներից մեկի հայտարարությունը, որ հնչեց 2015 թվականի փետրվարին ոչ իշխանական բևեռը ցրելուց հետո, այդ փորձագետն ասում էր, որ նրանք, ովքեր հույս ունեն, որ Ռուսաստանի աջակցությամբ կարող են գալ Հայաստանում իշխանություն եւ իշխանության եւ իշխանափոխություն իրականացնել, զբաղված են կլոունադայով։ Ես կարծում եմ չարդարացավ հենց այս հաշվարկը եւ դրա հետևանքով նաեւ տեղի ունեցավ թե ոչ իշխանական բևեռի տապալումը, թե նաեւ բնականաբար տապալումը Հովիկ Աբրահամյանի վարչապետության։ Եվ այսօր նաեւ իր հրաժեշտի տեքստում Հովիկ Աբրահամյանը խոսելով աշխարհաքաղաքական այդ ենթատեքստերի արկայության մասին, նաեւ մեջբերելով Եվրասիական միության, ամերիկյան ներդրումների գաղափարը, փորձում էր ցույց տալ, որ ինքը ամենևին չի փորձել ճամբարականությամբ զբաղվել իշխանության ներսում, որ չի փորձել հարել կամ այս կամ այն ճամբարին եւ այդ անջրպետների հաղթահարման մասին արտահայտությունը որոշակի ուշացած, այսպես ասած, ինչ որ խոստովանության կամ ուշացած ինչ որ ակնարկների նման մի բան էր հիշեցնում։ Շնորհակալություն, հիշատակեցիք Ռուսաստանի կողմից ցանկությամբ այստեղ իշխանության գալու հնարավորությունը, ինչպես եք վերաբերում այն հանգամանքին, որ արդեն իսկ շրջանառվող հաջորդ վարչապետի տեխնացությունը, նկատի ունեմ Կարեն Կարապետյանի, նա եւս ընկալվում է որպես հենց ռուսական շրջանակների մարդ, գաղտնիք չէ, որ նա տևական ժամանակ զբաղեցրել է ռուսական կապիտալով ընկերության ղեկավարի պաշտոնը Հայաստանում Հայրուս Գազարդը եւ ապա Երևանի քաղաքապետ աշխատելուց կարճատև մի քանի ամիս աշխատելուց հետո գերադասեց տեղափոխվել Մոսկվա, շատ ավելի բարձր աշխատավարձով աշխատելու համար Գազպրոմում։ Ինչպես եք այս ընտրությունը դուք գնահատում։ Ես կարծում եմ Հայաստանում ընդհանրապես շատ դժվար է կատարել ընտրել որևէ մեկին, որը, այսպես ասենք, ճակերտավոր ասենք, Ռուսաստանի մարդ կարող է չլինել։ Եվ այդ իմաստով Գազպրոմում աշխատելը, չեմ կարծում, շատ առանձնապես մեծ էական նշանակություն ունեցող գործոն է։ Ես կարծում եմ, այստեղ առավել մեծ դերակատարում է ունեցել այն, որ Կարեն Կարապետյանը այսպես մի որոշակի արտահամակարգային իմիջ ունի, այսինքն երկար ժամանակ Հայաստանի համակարգից դուրս է եղել, քիչ վարկաբեկված է, ինչ որ իմաստով տեխնոկրատ է,
Նաև ընդգծված իշխանական ներիշխանական բևեռ չէ եւ այս իմաստով նաև բավական մեղմ տեխնացու է վարչապետի, հատկապես խորհրդարանի ընտրությունից առաջ, այսինքն նա չի փորձի սեփական ինչ-որ խաղ կառուցել, սեփական հաշվարկներ անել իշխանության ներսում։ Ենթադրում եմ։ Եվ այս իմաստով այս մի շարք գործոնները միախառնված, կարծում եմ Կարապետյանին դարձրել են նախընտրելի տեխնացու, հատկապես այս նախընտրական շրջանի համար։ Այսինքն կարծում եմ միջանկյալ տեխնացու է եւ նախընտրելի նախընտրական շրջանի համար։ Ես չեմ կարող ասել 2017-ից հետո նա դիտվում է որպես վարչապետի տեխնացու թե ոչ, առավել եւս որ կա Սերժ Սարգսյանի վարչապետության հնարավորությունը, ինչը գոնե ինքը դեռևս չի բացառում եւ նույնիսկ հիմք է տալիս ենթադրելու, որ այդ մտադրություններն ունի։ Այս իմաստով կարծում եմ առավելապես գերիշխողը նախընտրական տրամաբանությունն է եւ այդ տրամաբանության շրջանակում Կարեն Կարապետյանը դիտվել է ամենահարմար տեխնացուներից մեկը վարչապետի համար։ Դե ուշագրավ բան հիշեցրեցիք Սերժ Սարգսյանի մտադրությունը վարչապետի պաշտոնում լինելու, եթե հիշում եք ավելի կանխավ Սերժ Սարգսյանը ապրիլյան իր հայտնի ելույթում, երբ նա խոսեց արդեն հայեցակարգը մշակելու մասին, նա հայտարարեց, որ չի հավակնի, եթե լինեն այդ փոփոխությունները, չի հավակնի վարչապետի պաշտոնին։ Բայց հետո դեկտեմբերին ավելի ուշ նա ըստ էության հանդես եկավ մի հայտարարությամբ, որով տեղ բացեց այդ վերանայումներին, որ չի բացառվում, որ ինքը զբաղեցնի վարչապետի պաշտոնը եւ շատերը այն ժամանակ դա կապեցին Հովիկ Աբրահամյանի կողմից արված հայտարարության հետ, որ նա եւս հավակնում է համանդրական փոփոխություններից հետո մնալ վարչապետի պաշտոնում։ Փաստորեն ինչպես տեսանք այդ հավակնությունները չարդարացան։ Արդյոք Հովիկ Աբրահամյանի այս հրաժարականը նաեւ ինչ-ինչ հարցերում թույլատրելիից ավելի մեծ հավակնություններ ունենալու հետ կարող էր կապված լինել։ Իհարկե հրաժարականը կապված էր այն հանգամանքի հետ, որ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի ներկայիս գործող իշխող համակարգում առանցքային ֆիգուրներից մեկն է եւ իշխանությունը ժառանգելու թերևս ամենահավանական տեխնացուներից մեկը, հիմնական հավակնորդներից մեկը, այն իմաստով, որ ամենաուժեղ իշխանական բևեռներից մեկն է գործող իշխող համակարգում։ Եվ այդ առումով իհարկե նա հիմնական մրցակիցներից մեկն է Սերժ Սարգսյանի համար իշխանության վերաձևավորման փուլում 2017-18 թվականների համար։ Ինչպիսի պատկեր կլինի 2017 թվականի ընտրություններից հետո եւ Հովիկ Աբրահամյանը այդ խորապատկերում որտեղ կլինի։ Ինչպես նշեցի, իհարկե առանցքային խնդիրը իշխանության մեջ արկա բաժանարար գծերն ու հակասություններն են, իշխանության ձևավորման խնդրով եւ նպատակով պայմանավորված։ Անկախ նրանից Սերժ Սարգսյանին կհաջողվի լուծել վարչապետի կամ որևէ այլ կարգավիճակով մնալու հարցը, թե չի հաջողվի լուծել, բնականաբար նա ձգտում է ձևավորել նոր իշխանությունը այնպես, ինչպես համապատասխան կլինի իր շահերին, իր հնարավոր խնդիրներին, իր համար մարտահրավերներին։ Հովիկ Աբրահամյանը հանդիսանում է իշխանության մեջ առանցքային ֆիգուր, որը հավակնում էր, որը գլխավոր հավակնորդն էր իշխանությունը Սերժ Սարգսյանից ժառանգելու եւ պայմանական կարող ենք ասել, որ Հովիկ Աբրահամյանը 4-րդ նախագահի հավակնորդն էր Հայաստանում։ Եվ այս իմաստով տրամաբանական է, որ Սերժ Սարգսյանը փորձելու էր այդ հավակնորդին հնարավորինս թույլատրել ընտրությունից առաջ Եվ այստեղ շատ հատկանշական է, որ նշանակելով վարչապետ իր համար ոչ այնքան նպաստավոր պահի, Սերժ Սարգսյանը որևէ կերպ 2.5 տարվա ընթացքում որևէ կերպ չփորձեց որևէ առնչություն ունենալ այդ կառավարությանը, որևէ պատասխանատվություն ստանձնել այդ կառավարության համար եւ սկզբանե ասեց կարտ բլանշ են տալիս, ինչպես հիշում եք։ Այո, սպասում էր եւ ակնհայտ էր, որ տապալվելու է Հովիկ Աբրահամյանը, ցանկացած այդ կարգի տրամաբանության շրջանակում տապալումը անխուսափելի է լինելու։ Սերժ Սարգսյանը որևէ կերպ պատասխանատվություն չէր փորձում ստանձնել, նա կառավարության առաջ որևէ խնդիր չդրեց, ոչ մի տնտեսական աճի տոկոս չսահմանեց եւ այլն։ Որից դեպքում նախորդից պահանջում էր հրաժարական, հիշում ենք։ Այո։ Եվ ստեղծվեց մի իրավիճակ, որի գագաթնակետը հուլիսյան իրադարձություններն էին, երբ ակնհայտ դարձավ ՊՊՑ գնդի գրավումից եւ դրա շուրջ ստեղծված հասարակական աղմուկից հետո բոլորի համար տեսանելի դարձավ, թե երկրում իրավիճակի այդ վատթարացումը ինչքան վտանգավոր աստիճանի է հասել, եւ այստեղ ուզում եմ նշել մի հատկանշական պահ, Հովիկ Աբրահամյանի հրաժարականի գործընթացը փաստացի սկսվել է հենց հուլիսյան այդ զարգացումներին,
Հիշեցնեմ, որ հուլիսի 29-ին կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հրաժարվում է տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից։ Դա հենց այնպես խորհրդանշական պաշտոն չէ, դա ռեսուրս է ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի համար եւ պատահական չէ, որ նրանք ձգտում են զբաղեցնել այս կամ այն բուհի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը։ Հուլիսի 29-ը ՊՊՑ գնդիր գրավման շուրջ տեղի ունեցող զարգացումների հանգուցային կետերից օրերից մեկն էր։ Հիշեցնեմ, որ այդ օրը Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ իրենց արածը ապագաղութացման պայքար է Ռուսաստանի դեմ։ Այդ օրը տեղի ունեցավ շրջադարձը եւ իրադարձություններն արագացան բերելով հուլիսի 31-ի հանգուցալուծման։ Եվ հենց այդ օրվանից փաստացի Հովիկ Աբրահամյան հայտարարեց որոշակի հրաժարման իրողության մասին։ Այսինքն հասունացավ ներիշխանական հակասությունների կծիկը հասունացավ եւ իշխանությունը իր ներսում բացահայտորեն տեսավ, թե ինչպիսի խնդիրների առաջ է կանգնած եւ կարծում եմ խնդիրների մի ահագին մաս մնաց Հովիկ Աբրահամյանի վրա, Սերժ Սարգսյանի փաստարկը իշխանության ներսում գուցե այն էր, որ ես չեմ խանգարել Հովիկ Աբրահամյանին աշխատել, որևէ կերպ չեմ միջամտել, բայց նա փաստորեն տապալվել է եւ չի կարողացել ապահովել մի վիճակ, երբ հասարակության այս գերսրված տրամադրությունները քչեզոքացվեին։ Եվ այս առումով կարծում եմ այսօր որոշակիորեն հանգուցալուծվեց այդ ներիշխանական պայքարը նախընտրական գործընթացի շրջանակում եւ Սերժ Սարգսյանը զգալի առավելություն ստացավ իշխանության ձևավորման գործում։ Որտեղ եք տեսնում Հովիկ Աբրահամյանին 2017 թվականի մայիս ամսին արդեն ընտրություններից հետո։ Սա իսկապես հետաքրքրական հարց է, կախված է նրանից, թե Հովիկ Աբրահամյանը ինչպես կպահի իրեն հետագայում։ Նա հայտարարեց, որ քաղաքական ակտիվ գործընթացներում է լինելու եւ շարունակելու է իրականացնել հասարակական անջրպետները չեզոքացնելու իր առաքելությունը։ Ես կարծում եմ, խոսելով անջրպետների մասին, ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա եւ ընդհանրապես հասարակությանը հղումներ անելով, նրանք առավելապես նկատի են ունենում ներիշխանական համակարգը եւ խոսելով այդ անջրպետների մասին Հովիկ Աբրահամյանը առավելապես նկատի ուներ, որ ինքը շարունակում է լինել իշխանության, այսպես միասնականության գաղափարի կրողը եւ ինքը շարունակում է հավակնել իշխանությունը միավորող գործչի դերին։ Սա եւս մի հիշեցում էր իշխող համակարգին, որ ինքը շարունակում է մնալ իր առաքելությանը եւ համակարգն է, որ չգնաց իր այդ առաքելությանն ընդառաջ, չհավատաց, որ Հովիկ Աբրահամյանն է։ Արդեն Հակոբ, երբ որ Գագիկ Ծառուկյանի հարցը լուծվեց, նրա այդ առաքելությունը արդեն ըստ էության այլևս պետք չէր Սերժ Սարգսյանին եւ սրա հետ կապված պատահական եք համարում այն, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի այս ֆոնին վերջին շրջանում մեկեն սրվեցին, ակտիվացան խոսակցությունները այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը հնարավոր է վերադառնա քաղաքականություն։ Ես կարծում եմ հակառակը, այդ ակտուալությունը շարունակվեց Գագիկ Ծառուկյանի հեռացումով, այսինքն Հովիկ Աբրահամյանը փաստացի կատարեց այդ ոչ իշխանական բևեռի սահուն չեզոքացման առաքելությունը։ Խնդիրը այստեղ այն է, որ Հովիկ Աբրահամյանը ակնկալում էր, որ այդ առաքելությունն է իրեն բերելու իշխանության եւ համակարգը հենց իրեն գնահատելու է հենց այդ առաքելության համար, ինչը փաստացի չարդարացված հաշվարկ էր։ Հովիկ Աբրահամյանը սպասեց իշխանության այսպես հերթական փոխանցման, էստաֆետային փոխանցման զարգացման, ինչի տրամադրություն եւ մտադրություն Սերժ Սարգսյանը չունի եւ դա ցույց է տվել գրեթե միշտ։ Շնորհակալություն եւ մի վերջին հարց, այս ամենը աչքի առջև ունենալով առաջիկայում հնարավոր համարում եք, որ լինեն ինչ-ինչ գործընթացներ բացահայտելու այն թերացումները, որոնք տեղի են ունեցել Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեության շրջանում, ինչու ոչ անդրադառնալու նաեւ նրա եւ նրա յուրայինների բիզնես գործունեությանը, հնարավոր են նման զարգացումներ առաջիկա ընտրություններին ընթառաջ, թե ինչպես միշտ հերթական անգամ այսպես Հնարավոր են զուտ ներիշխանական պայքարի տրամաբանության շրջանակում, այսինքն եթե այդ զարգացումները անհրաժեշտ լինեն միմյանց հետ շարունակվող այդ դիմակայության պարագայում միմյանց հետ հաշիվներ պարզաբանելու համար, այսինքն եթե Հովիկ Աբրահամյանը փորձի դիմադրել արդեն նոր կարգավիճակով կամ փորձի դիրքերը հետ բերել, այսպես ասած, չի բացառվում, մանավանդ որ դրա փորձը նա ունի, Հակոբ, հիշեք։ Ես կարծում եմ նաև տրամաբանական կլինի, եթե նա փորձի, համենայն դեպս շահերի
բաժանների համար պայքարն է իշխանության ներսում։ Այս պարագայում չեմ բացառում, որ լինեն, բայց ոչ թե այսպես անկեղծ եւ լիարժեք բացահայտումների տեսքով, այլ որպես գործիք, ինչպիսին մենք տեսել ենք շատ անգամներ, այսինքն մենք տեսել ենք շատ օրինակներ տարբեր գործիչների դեպքում, որովհետեւ համակարգային բացահայտումներ, այսինքն Հայաստանի համակարգը այդ համատեղ հանցանքի սկզբունքով այն աստիճան է միահյուսված, այդ հակասահմանադրականությունը այն աստիճան է շղթայել բոլոր բևեռներին, որ հնարավոր չէ մեկին բացահայտել լիարժեք, չանցնելով արդեն ակամա չանցնելով մյուսների սահմանը եւ կարծում եմ այդ համակարգի ինքնապահպանության տրամաբանությունը թույլ չի տա, որպեսզի այդ կարգի բացահայտումներ լինեն։ Ես կարծում եմ առաջիկայում շատ ավելի որոշակի ազդեցություն կարող են թողնել Հայաստանի վրա աշխարհաքաղաքական զարգացումները, այդ թվում նաև իշխանության ձևավորման գործընթացի վրա, որոնք ապրիլի պատերազմից հետո Հայաստանի պարագայում նաև մտել են նոր, բավական նոր տրամաբանության մեջ, այստեղ առանցքային գործոն է կարծում եմ այն, որ ապրիլի պատերազմից հետո ռուսական քաղաքականությունը թե Հայաստանում, թե տարածաշրջանում մտել է որոշակի փակուղի, եւ այդ փակուղուց Ռուսաստանը ինտենսիվորեն ելքեր է փնտրում, դա նշանակելու է նաև Ռուսաստանի համար որոշակի նոր մոտեցումների, նոր մեթոդների կիրառում նաև Հայաստանի հանդեպ քաղաքականության մասով եւ այս առումով եմ նաև պայմանավորում են, որ վարչապետի տեխնացու ընտրվեց Կարեն Կարապետյանը, որը լինելով ընդգծված ռուսական դաշտի տեխնացու, ինչպես գրեթե բոլոր հայաստանյան քաղաքական ուժերը կամ գործիչները հատկապես իշխանական համակարգում, այդուհանդերձ նաև տպավորություն կա, որ ընդունելի ֆիգուր է նաև արևմուտքի համար։ Ընդհանրապես այդ Ռուսաստանի փակուղային, հետապրիլյան փակուղային կարծում եմ հավանական է դարձնում այն, որ Ռուսաստանը Հայաստանում կփորձի որոշակի նոր խաղ, այսպես ասեմ, կառավարվող արևմտյան կուրսի տեսքով, ինչ որ առումով, թե իշխանության ներսում, թե նաև որոշակիորեն ընդդիմադիր դաշտում, ընդհանուր նույնիսկ քաղաքացիական դաշտում չեն բացառում։ Սա իհարկե նոր իրավիճակ է եւ որքան էլ էս կուրսը փորձարվի կառավարվող դիտարկել, այսինքն իրական հնարավորություններին, իրական ներուժին մրցակից որպես, ես կարծում եմ ինքը բոլորովին նոր իրավիճակ է եւ դա անկասկած իր ազդեցությունը թողնելու է ներքաղաքական դաշտում արկա սուբյեկտների գործողությունների վրա եւ այստեղ բացվում են հնարավորության նոր դաշտեր գալու որոշակի, եթե չասեմ արմատական կամ բեկումնային փոփոխությունների, գալու որոշակի նոր վիճակի, նոր մակարդակի, որը կարող է արտահայտվել 2017 թվականի զարգացումներում։ Շնորհակալություն Հակոբ, սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն էր։